Այսօր մեր սիրելի հեռուստադիտողը կարող է ուրախ եւ նախատոնական երեկո անցկացնել հեռուստաէկրանների առջև ժամը 20:20-ից, քանի որ կանանց տոների առիթով հենց այսօր է սկսվում Խոպանի տեսության հումորային սիթքոմի նոր երկրորդ եթերաշրջանը, այդ իսկ պատճառով մենք հրավիրել ենք մեր սիրելի գործընկերներին։ Այն եթերում կլինի երկշաբթի եւ երեքշաբթի մարտի 8-ին, այնուհետեւ սովորականի նման յուրաքանչյուր շաբաթ եւ կիրակի օրին, դե հիմա ասա։ Եվ մենք այդ առիթով հրավիրել ենք մեր սիրելի գործընկերներին Անի Պետրոսյանին եւ Երևանի ամենագեղեցիկ տղամարդ Անդրանիկ Հարությունյանին, բարև ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք, որ այստեղ եք եւ ունենք համալրումներ Խոպանի տեսություն սիթքոմում, հա, դերասանական։ Ինչ է մեզ սպասվում այս եթերաշրջանում։ Ամեն ինչ սպասվում է գնալով շատ ավելի հետաքրքրացել, ասեմ, եթե մինչ այս Խոպանի տեսությունը դիտում էին 1.500.000 մարդ, այսուհետ պետք է դիտեն 1.502.000 մարդ։ Այսինքն մեկը կինս է, մյուսը իմ ֆանատը Յոժը։ Լիովին ճիշտ է, մեր կողքի ավելացավ հաստատ, հա։ Ինչպես ստացվեց ձեր համագործակցությունը, ինչպես ստացաք առաջարկը։ Շատ միամիտ, ես ասեմ։ Ինձ փողոցում տեսավ, հասկացա, որ ուզում է ամուսինս լինել։ Ինձ հետ խաղալ։ Այո, երազում էր, ասաց, որ մանկուց միշտ երազել է ինձ հետ խաղալ, այդպես խճալով գրկեցինք։ Դու այս կատակ էր իհարկե, շատ ուրախ եմ, որ խաղալու եմ Անդրանիկի հետ, որովհետև իմ կարծիքով ինքը հումորային առումով, այսինքն որպես արտիստ հումորային ոճի մեջ շատ լավն է եւ շատ հավանում եմ իրեն, ուրախ եմ, որ իրականում առաջարկը եղավ բնականաբար Շանթ հեռուստաընկերության կողմից, տնօրինության կողմից եւ չմերժեցի այն առումով, որ առաջին անգամ եմ աշխատում, հա, Շանթ հեռուստաընկերության հետ եւ ուզում եմ տեսնել այստեղ ինչ կա։ Ու ասեմ ավելին առաջին օրվանից իսկ արդեն տեսա, որ ամեն ինչ լավ է։ Որ ամեն ինչ կա։ Ամեն ինչ լավ է, ու տրամադրությունս էլ ավելի է գնալով բարձրանում դաշնակների պես։ Բա ինչ գե, բա գիտես ինչ, 6 տարի ամուկ եք տշում, իհարկե լավ է։ Ես այնքան առաջարկություն եղել։ Այնքան դժվար է ամեն օր ուրախացնել, հա, ամեն օր տրամադրություն բարձրացնել, մի ամբողջ ժամը բոլորին անկախ նրանից ինչքան դժվար օր են ունեցել, ինչքան ծանրաբեռնված են եղել, միևնույն է, նայում են ձեզ լիցքաթափվում են, ուրախանում են, ինչպես է դա հնարավոր, նկարահանման, հրապարակում տրամադրություն ապահովել է նույնքան բարձր տրամադրությամբ է իրականանում, թե դա միևնույն աշխատանք է։ Սցենարիստներից է այդ ամեն ինչը գալիս, ու ուզում եմ դրան անդրադառնալ, այս սեզոնի սցենարը ավելի պինդ է եւ ավելի ծիծաղաշարժ է լինելու, սցենարային գծերն էլ ավելի հետաքրքիր են լինելու, հենց ուզում եմ նաեւ սցենարիստներին շնորհակալություն հայտնել, որովհետեւ նրանցից է կախված մեր տրամադրությունը կոնկրետ նկարահանման հրապարակում։ Եթե սցենարը պինդ է, լավն է, ծիծաղել է, բնականաբար մենք էլ կարծալուց անկախ մեզանից լավ տրամադրություն է ստացվում։ Ես լավ ուրախ եք, դաշնակների պես ուրախացել եք, լավ։ Չէ, ասեմ ավելին, որ իրականում գիծը հետաքրքրացել է Խոպանի տեսության, էլ ավելի, որովհետև ճիշտ է, երկու տղամարդ են ընդհանուր մեջը, հա, գլխավոր դերակատարներ կարելի ասել, ասածը բոլորը գեղեցիկ կանայք են, բոլորը, եւ շատ հաճելի է կանանց հետ աշխատել է։ Գիտեմ, ոնց է ուրախացել եք։ Մինչ այդ հետևում եք սիթքոմին։ Անկեղծ ասեմ ոչ։ Ժամանակի սուղուց, չէ, ժամանակի սուղուց ահա որ զբաղվածություն ունեմ թե կամերային թատրոնում եւ թե մնացյալ այլ գործերում, ուղղակի ժամանակի սուղության պատճառով չեմ հասցրել դիտել, բայց այս վերջերս արդեն սկսեցի կրկնությունները դիտել, յուքոմը հետ եմ տալիս նայում եմ, խմած եմ լինում գալիս եմ հետ եմ տալիս նայում եմ։ Խոսքով հա նայում եմ։ Ձեր կերպարում ինչն է ձեզ նման, ինչն է ձեզ բացարձակ նման չի։ Բացարձակ նման չի իմ կերպարից, որովհետև փորձել ենք հնարավորինս այնպես անել, որ փողոցում քայլեմ, չասեն այնտեղ է նա հեռուստացույցի։ Բայց ես կարծում եմ կասեն, չնայած մի քիչ մազս ավելացել գլխից, բեխերս դրել։ Ահա, չէ, մազ չեմ ավելացրել, իրականում միայն բեխ եմ դրել։ Դա մազը էլի բեխ չի։ Դեսի գլուխ չի։ Այս գլուխ չի։ Էսի գլուխ չի, դեմք է։ Բա դեմքը գլխի վրա է։ Թեպետ եւ լինում են բացառություններ, լավ, օքեյ։ Չէ, շատ բան է, ոնց ասեմ, ինքը կերպարը ավելի մի քիչ թուլակազմ տղամարդ է, կնոջ կողքը, կնոջի ենթարկվող կարելի ասել, ու միամիտ։
որը շատ ավելի հետաքրքրացնում է կերպարը։ Իսկ կինը բնականաբար արդեն անին ոնց որ հիմա նստած է, այդպես նայեք նա դիրքը նայեք նստելու։ Բայց իրականում բոլոր տղամարդիկ էլ ենթարկվում են, այն որ չի ենթարկվում, բայց իրական ենթարկվում են։ Չէ, բայց այսի մի քիչ ավելի շատ է ենթարկվում։ Այ հա, հա։ Պրինցիպի կա ճշմարտություն իրական կյանքից։ Դա հասկացանք, փալաս։ Հետո Հետո ինչ ասեմ, անդադ իմ կարծիքով պիտի ինձ դավաճանի, բայց պարզ չի թե ում հետ եւ ինչու։ Պարզա ում հետ եւ Կարելի է դավաճանել նման կնոջ։ Մեծ քարտային աննայել։ Պարզա ում հետ եւ ինչու, անիջան ասում է։ Լավ, Իրականում եւս մեկ շատ գեղեցիկ կերպար է ավել ասա, գեղեցկուի կարելի ասել, Իվետան Ենդիգարյան։ Եվ ես փորձում եմ նրա հետ ինչ որ կյանքս շարունակել, հա, բայց ոչ թե կյանքս շարունակել, այլ բռնացնում ամեն անգամ եւ ես Իվետան Ենդիգարյանի հետ աշխատել եմ, զգուշ կլինես։ Շատ գեղեցիկ է, շատ։ Անի, ինչն է ձեր կերպարում ձեզ նման եւ տարբեր ձեզնից։ Չգիտեմ, մի քիչ բան չթվա, բայց ամեն կերպար խաղալուց, երբ որ ինչ-որ մի պրոյեկտում աշխատում եմ կամ թեկուզ ներկայացման վրա, ամեն մի կերպարից որ մի բան խաղում եմ, բայց ժամանակահատվածը մոտավորապես այդ կերպարի գծերից բնավորության մեջ լինում են։ Կարծում եմ, այս դեպքում մանավանդ որ Անդոնից անթեթ ջղայնացնում է, երևի մի քիչ նևրոզա կյանք, այդ վիճակի լինելու, ով որ հետևել է տենց հատուկ ռոլիկներ էին սարքում, որտեղ ես կադրից դուրս եմ, դա նևրոզա կյանք, հիմա ինձ թվում է շարունակվելու այդ վիճակը, բայց ընդհանուր առմամբ չէ, ես լավ եմ, բայց չէ, իրականում անին այնքան ուժեղ է մտնում կերպարի մեջ, որ այս վերջի երկու նկարահանումներին չեմ ուզում պատմեմ, հա, սյուժեն ինչ էր, ահա որ ուժեղ ծեծեց ինձ, լուրջ եմ ասում, հա, մի երկու հատ լավ ճիպոտեց, լավ խփեց, աչքերս միջև հիմա ցավում։ Բայց աչքից դուրը տեկել է, գիտես։ Այ մանյակ։ Ինչի՞ եմ շանթեք է, ստե սատկացնում են։ Շատ լավ։ Անի ջան, չէ, իրականում շատ ուրախ եմ բոլորի հետ աշխատելու, որտեղ կադրից այն կողմ էլ գտնվող մարդիկ շատ հետաքրքիր են, շատ լավն են, ռեժիսոր Արտյոմը, օպերատորները, տղաները, բոլորին շատ 3 օր է նկարահանման չեմ, բոլորին կարոտել եմ արդեն անկեղծ։ Ամենալավ էս ամենին մեջ գիտեք ինչն է, որ մենք շաբաթական 2 անգամ ենք գնում Սյոմկայի այս նկարահանման ու այս պարագայում հասցնում ենք իրար կարոտել։ Դրա համար միշտ սիրով ենք լինում, ասում եք ուրախ տրամադրությունը թե ոչ, հենց իրար տեսնում ենք, որ շատ կարոտած ենք լինում։ Ես ու Անիներ ենք իրար կարոտում, շաբաթական մի անգամ ենք բարում իրար հետ։ Բայց դա լավ բան է։ Շատ։ Այո։ Վեճեր չեն առաջանա։ Նշեցիք, որ սցենարիստներն իհարկե շատ կարևոր գործ են անում այստեղ, սակայն ինչքան որ ես եմ հասցրել նկատել, չկան դերասաններ, ովքեր իմպրովիզներ չեն անում առհասարակ։ Իմպրովիզներ լինում են հրապարակում նկարահանման, թե չէ։ Բայարգե։ Չէ, իրականում լինում են, որը որ այդ պահին հետաքրքիր է, առօրյա է, այսօրվա է ու նախադասության հետ կապված գիծը բռնում է, միանշանակ մնում է, որովհետև սիթքոմը նախ հումորային անց չի որ լուրջ ֆիլմ է, որ ասեն չէ իմպրովիզ չկա կամ թատրոն է, չնայած մեր թատրոնում էլ իմպրովիզ կա կարելի ասել։ Այնպես որ սովոր ենք մենք։ Մանավանդ որ տեքստ չգիտես։ Հա, երբ որ տեքստ չգիտես, միանգամից ինչ մտքով ես ասում ես բացի հայոյանքից։ Իսկ մեր իրականությունից ինչ որ բաներ կան, հա տարեր պարունակում են, թե ամբողջովին հորինված են։ Ուրեմն քանի որ սիթքոմը նկարահանվում է շաբաթը 2 օր եւ ինքը ամեն էֆիրից առաջ է նկարահանվում, այդ շաբաթվա մեջ ընդգրկված քաղաքական, առօրյա, սոցիալական, ամեն ինչ օնլայն է մի խոսքով ստացվում էլի։ Մոտավորապես ուղիղ եթերի նման բան է դառնում էլի։ Ինչ շարժական ինչ կա նկատում ենք, նկարում ենք։ Դա ես բայց լավ ասեցին, նկատում ենք, նկարում ենք։ Մի մեջբերում անեմ իրականում սիթքոմը, երբ որ ծնվեց սկզբից, եթե չեմ սխալվում Ամերիկայում է ծնվել, նա հենց օնլայն էլ նկարվում էր, այսինքն հանդիսատեսը նստած էր դալիճում, մի քանի տեսախցիկներով նկարվում եւ տրվում էր միանգամից եթեր։ Այսինքն ինչքան եթերին մոտ նկարես, այնքան կլասիկ սիթքոմի այսպես կանոններին ավելի մոտ կլինեք։ Այնքան հետաքրքրանում է, դիտելիությունը ավելի է շատանում, այո, հաստատ 2 հոգի ավելանել։ Կինս մեկ էլ ֆանատ է։ Մեկ էլ ֆանատ է։ Ինչ է ձեզ դուր գալիս այս սիթքոմում ամենաշատը։
Բացի Անդրանիկից իհարկե։ Դե Անդրանիկի համար գժվում հարցը դա չի։ Այանի չէ, մեզ։ Չգիտեմ, ես ինչը պետքա դուր գայիս դուր գալիս, որ դեր ունեմ, խաղում եմ։ Ու կարող որ սիրում եմ այդ դերը, այդ այնց դուր գալիս։ Երբ որ մի դեր չեմ սիրում, ինքը դժվարությամբ պատրվում, անհետաքրքիր։ Իսկ հիմա ես դերը քանի որ շատ եմ սիրում։ Իսկ ամենակարևորը, որ մենք աշխատում ենք մեր սիրած մասնագիտությամբ։ Այո, ես Ամենակարևորը դա կապ չունի սիթքոմը, սերիալը կամ չգիտեմ, բայց ճիշտ կլինի, որ ավելի հումորային սերիալների մեջ ընդգրկվենք խաղանք, աշխատենք։ Ես էլ ոչ չեմ սիրում, լավ չեմ տրվում։ Ինչի։ Իսկ Անդրանիկին չեմ կարողանում դեր հարցը տալ, որովհետև նոր եք այս եթերաշրջանում ներմուծվել ու չեք էլ նայել։ Իսկ դուք նախորդ եթերաշրջանում դիտելիս երբևէ եղել է, որ նայեք ասեք, այ չէ, հիմա այսպես կանեն, 2 օր ընդհանրապես անցել, բայց չէ, դուրս չեկավ այս մասը, լավ չեմ խաղացել եւ այլն։ Միշտ խաղալուց հետո արդեն մտածում եմ դրանից լավ կարող էի խաղալ ու հիմնականում երբ թե դրա մեջ ճշմարտության մասնիկ կա, որովհետև գիտեք, ինքը այսպես կանվերի պես գնացող պրոյեկտ է, այսինքն դու երկար իր վրա չես կարողանում աշխատել եւ այլն։ Ну, բայց համենայն դեպս ամբողջ ուժով ու անկեղծությամբ ինչքան որ կարողանում եմ, այդքան ներդրում անում եմ այդ դերի մեջ։ Լավ, մի հարց Անդրանիկին որպես տղամարդ, կանայք ինձ միշտ նյարդայնացնում են այսպես նկարանների ժամանակ, որովհետև ամեն մի նկարումից հետո հենց որ ստոպանում գնում են նայում են իրենց մոնիտորի մեջ, վայ սիրուն չեմ, լույսս, գրիմս, լիֆս եւ այլն։ Իսկ մեր աղջիկները ինչպես են աշխատում, հատեն զզվացնում են։ Մեր աղջիկները նկատի ունեմ, մեր աղջիկները, սիթքոմի աղջիկներ, այո։ Նրանք այդպիսի բաներ չունեն։ Չունեն։ Չէ, ոնց կան հենսա։ Ասենք այդ լիֆը բանը նորմալ է։ Բելա, բարկասը։ Չէ, բայց իրականում չէ, մեր մոտ ես մինչ այսօր չեմ նկատել նմանատիպ բան։ Լավ, լավ։ Ես եմ մի քիչ ինքնասիրահարված։ Դու ես լիֆդ նայում, լավ։ Ոնց է բեղերը փոկում հետ կպցնել, դրած ասում է ծուռա մի քիչ ավելի շատ բան, ինչ-որ բաներ ա։ Ոնց ջան, բա քեզ ասում։ Հետո Սերգեյ ջան, կանանց հետ աշխատելը էլի եմ ասում, հետաքրքիր է, իրենց միշտ պետքա ուշադիր լինես։ Հա, առավել եւս հիմա գալիս է կանանց մեկամսյակը։ Այդ Բայց ես զարմանում եմ, երեք օրինակ ընկերս ստենդափ է անում, Հովհաննես Դավթյան, շատ հետաքրքիր մի բան ասեց, ճիշտ է, իր ստենդափի մեջ է, բայց պետք է ասեմ, էլի։ Ասա։ Ասեց, ինչի է մեկ ամսյակ։ Այսինքն 30, ասեց, եկեք 10 օր ավելացնենք, դարձնենք 40։ Շատ լավ։ Կանանց 40։ Տղամարդկանց 40 հասկանում եք, ոչ թե Դուք եք դժում մեր մի ամսյակի։ Իսկ իրականում շատ ուրախ եմ, որ հենց մարտի 7-ից է սկսվում եթերաշրջանը մեր սիթքոմի, ինչու որովհետև իրոք նվիրում ենք մենք բոլոր կանանց եւ գերեզմանոց։ Կանանց թեման կշրջանառվի, չէ՞ երևի Պարտադիր, հենց առաջի, երկրորդ սերիաների մեջ էլ կա նմանատիպ հետաքրքիր։ Հենց այդ պատճառով է, որ օրերը փոփոխված են։ Երկշաբթի, երեքշաբթի պիտի։ Հենց շեշտվում է մարտի 8 եւ Բայց գիտեք, երեք այդ կանանց մեկ ամսյակ չասենք, էլի, ոնց որ ֆիզիոլոգիա է դերում այդ բանը։ Աշխարհով դու էլի։ Տենց հաստա կանանց մեկ։ Չէ, տենց չի ստացվում։ Հա, լավ։ Օրինակ ինչի՞ չկա տղամարդկանց մեկ ամսյակ։ Դուք դրա կարիք չի ունենում դրանից։ Ոչ, որովհետև ամբողջ տարին ձեզ է նվիրված։ Ես պատասխան կարող եմ տալ։ Այո, մենք ողջ տարին ձեզ ենք նվիրում, այդ մի ամսյակն էլ այնքան եք ասում, մի հատ ապրիլից, մի հատ մարտի 7-ը էլ հակառակը մարտից ապրիլի 7։ Բայց կարելի է մի ամիսը ուշադրություն չդարձնել, բայց տարվա բոլոր ամիսներին ուշադրություն Չէ, դարձնել։ ինչի՞ մի ամիսն էլ ենք ուզում։ Լավ, օքեյ։ Ասում եք շատ ուրախ է անցնում, ամեն ինչ շատ լավ է, մենք իրար կարոտում ենք, սիրում ենք եւ այլն, բայց այսքան վառ անհատականություններ մեկ նկարանման տաղավարում։ Ինչպես հրապարակում, ինչպես հնարավոր է որ կոնֆլիկտներ, բախումներ, նյարդային ինչ-որ դրսևորումներ։ Դու Անահիտը բան չգիտեմ էլի ոնց է ասենք, չէ՞, բացարձակ ինչ անետարքիր է, միշտ չեք ուտում իրար։ Դե ասում եմ, շաբաթական 2 անգամ է, կարող է որ ամեն օր լինենք սյոմկա, ինչ-որ բան փոխվեր։ Գուցե դրա համար է Շատ անգամ։ Ասենք հարց ու կիսուր, որ իրար հետ ապրում են, ամեն օր իրար տենում են, չէ՞, ներվայնանում են Հա, ու չգիտես ում խեղդես, հարցի թե լավ ասեմ։ Հա։ Բայց որ շաբաթը մի օր սիպված ամեն ինչ լավ։ Շաբաթը մի օր ամեն ինչ հարցի հետաքրքիր ուրա դաշտեկների պես, այլի հոլովեցի հետ անունը։ Կապ ունեն։ Ուրախացել եմ շատ ախր։ Իխոսքով սիրելի հերոստատիտող, ինչպես տեսնում եք, ձեզ սպասում է շատ զվարճալի եթերաշրջան, շատ ուրախ է ինչպես մեզ մոտ, այնպես էլ երեկոյան ձեր տներում կլինի, ժամը 20:20 այսօր եւ վաղը, բաց մի թողեք, Խոպանի տեսություն սիթքոմը նորից սկսում է իր եթերաշրջանը։
Ստոպ դիտա ցավատամ շունչ կանգնեց։ Այո, մի բաց թողեք, առիթ եւս մեկ անգամ ուրախանալու, որովհետեւ կյանքը այնքան զզվելի կողմեր ունի, մենք ձեզ նվիրում ենք մի քանի ժամ, մի քանի այսպես ժամ, մի քանի օր գեղեցիկ պահեր, այո, կուրախանանք կտեսնեք մեր գեղեցկուն եւ աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը։ Գեղեցիկին, որովհետեւ ինչու, որովհետեւ ես էլ եմ իմ ծննդյան օրն էլ անենց։ Լսեք, իսկ դու գիտեք, որ Անդրանիկ Հարությունյանի ծննդյան օրը հենց մարտի 8-ին է, տեսեք, միակ տղամարդը, որը որ ծնվել է մարտի 8-ին, բայց մնացել է տղամարդ։ Եվ հենց այդ օրը մենք ով կարող է կասկածել, միասին նայեք։ Ու ավելին ասեմ, papan միջև այսօր մամային նվեր չի անում։ Արդեն նվեր արել է, էլի, արդեն նվեր արել է, այո։ Վերջացա։ Մի խոսքով, մեր հյուրերն էին դերասաններ Անդրանիկ Հարությունյանը եւ Անի Պետրոսյանը, միացեք Շանթերոստանգերության այսօր ժամը 20:20 եւ կզվարճանաք, կուրախանաք, լիցքաթափվեք եւ լիցքավորվեք վաղվա օրվա համար, իսկ այս պահին մեր եթերում կոմերցիոն դադար է։ Արագ ասեմ, քանի էլի ավելացնում չի կա։ Շնորհակալություն, որ հյուրընկալեցիք։ Աստիճան, գովաս։